Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, սիրելի գյումրեցիներ, 2025 թվականի ամփոփումներով հանդես են գալիս տարբեր պաշտոնյաներ, տարբեր անձինք։ Ես հարկ համարեցի ևս ամփոփել տարին, որը ինձ եւ մեր ընտանիքի համար դաժան տարի էր, որովհետեւ ես այն առաջին կին լրագրող քաղբան դարգյալն էի այս տարվա մեջ, որին այս օրվա իշխանությունը զրկեց ազատությունից, միայն այն պատճառով, որ ես համարձակություն եմ ունեցել բացահայտել Շիրակի մարզի եւ Գյումրու մի շարք անձանց կոռուպցիանը եւ բացահայտել եմ ոչ թե կոռուպցիոն բուրգ, այլ պարզվում է կոռուպցիոն սարեր։ Եվ դրա պատիժը եղավ այն, որ 2025 թվականի մայիսի 8-ին ինձ վրա հարձակվեցին ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցները եւ մեր բնակարանից ինձ ուղղակի կողացան տանելով դատարան եւ այլ դուք տեսել եք այն ամենը ինչ ինձ հետ տեղի ունեցել։ Իմ խնդիրը ինձ ազատազրկելու պայքարին, իմ խնդրին անդրադարձան ինձ անհայտ անծանոթ մարդիկ, որոնց ես այսօր ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել։ Մարդիկ, որոնք չեն ճանաչել ինձ, բայց աղոթել են ինձ համար։ Մարդիկ, որոնք լսել են ընդամենը իմ եթերները եւ հավատացել են իմ արտահայտությանը, մարդիկ, որոնք Իսրայելից, Լիբանանից, Ամերիկայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, աշխարհի տարբեր ծայրերից անարձագանք չեն թողել իմ խնդիրը, ծանր օրերին եղել են իմ ընտանիքի կողքին, ես իրենց հատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում։ Հատուկ վերաբերմունքի ուզում եմ, որ այս տարվա մեջ եկող տարի 2026 թվականին արժանանան այն բոլոր ոստիկանները, դատավորները, դատախազները, քննիչները, որոնք ճանասիրաբար ինձ վրա գործ կարեցին ու հիմա էլ շարունակում են կարել։ Ես ձեզ ասելիք չունեմ։ Ձեզ կասի Աստվածը եւ կասի ըստ արժանավույն։ Ըստ ձեր արածի կգնահատվեք դուք եւ ձեր ընտանիքները։ Ես վստահ եմ ձեր փոքրից մինչեւ մեծ։ Ինչպես ասվում է, վերևն Աստված կա։ Եվ այս ամենի ու այս շնորհավորանքի մեջ ես ուզում առանձնացնել անձանց, ովքեր որ առաջի իսկ պահերին իմ ընտանիքի կողքին էին, բացի իմ լրագրող ընկերներից, որոնք որ կանգնեցին իմ կողքին իմանալով ինձ, մեր ընտանիքի կողքին կանգնեցին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ ինձ համար հարազատ դարձած իմ որակմամբ պահապան հրեշտակ Զարուհի Փոստանջյանը։ Մարդիկ, որոնք աննկուն ներքին, արտաքին տարբեր պայքարներով աջակցեցին ինձ իմ ընտանիքին։ Զարուհի Փոստանջյանին հատուկ եմ ուզում շնորհավորել, Տիկին Փոստանջյան ջան։ Գյումրեցիներն ասում են մի ազգանվան մեջ որ ջան կա, երկրորդ ջանը պետք չի, բայց չէ, այս դեպքը չի։ Ես ձեզ հատուկ շնորհավորում եմ ձեր ընտանիքին։ Դուք դարձել եք իմ տան անդամը։ Ես առիթ եմ ունեցել ասելու ռուսերեն արտահայտություն կա, «Эта женщина поцелованная Богом». Աստված համբուրել է ձեզ, տվել է կամք, մասնագիտական բարձր գիտելիքներ, մարդկային այնպիսի հատկանիշներ, որոնց մեր հասարակությունը տեղյակ չէ, չգիտի թե դուք ինչպիսի մարդ եք եւ շատ ձեր պայքարի երկար ուղու ընթացքում մարդիկ սկսեցին ձեզ ճանաչել, իմանալ նորովի։ Ես շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքը, դուք միացաք մեր ընտանիքին, մենք միացանք ձեզ ընտանիքին, ի գործ, որովհետև մենք գործ ունենք անելու եւ ազատություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։